Վարչապետի ենթակա մարմիններից ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը $20,000 եւ 15,350,000 դրամ կանխիկ է հայտարարել։ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը $8,300,000 դրամ, $9,700, €1,800։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը 14 միլիոն դրամ եւ $5,000 կանխիկ ունի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը €3,400, $6,600 եւ $100,000 դրամ։ 10 մարզերի ղեկավարները նույնպես կանխիկ գումարներ են հայտարարել, առանձնացրել ենք նրանցից մի քանիսինը։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 15 միլիոն դրամ կանխիկ գումարի է տիրապետում։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը €78,500, $20,000 եւ հայտարարած ու տարվա սկզբին եղած 27,800,000 դրամից մնացած 3,800,000 դրամ ունի։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 10 միլիոն դրամ կանխիկ գումար է հայտարարել։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը 10 միլիոն դրամ, $25,000 եւ €18,000 է հայտարարել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը $10,000 եւ 1 միլիոն դրամ կանխիկ դրամ ունի։ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մեծ չափի կանխիկ գումար է հայտարարել՝ $1,5 միլիոն, 35 միլիոն դրամ, €650,000, 5 միլիոն ռուբլի։ Հիմա այս պաշտոնյաների ինչին է պետք կանխիկ փողը։ Փաշինյանի հարցին փաստորեն պետք է պատասխանեն առաջին հերթին հենց ինքը եւ կառավարության մյուս անդամները։